Եվ այսօրվա այն թեման, որ սենց այսօրվա տոնի հետ կապված ես վերնագրել եմ այսպես հարության հետևանքը։ Գիտեք, չլիներ հարությունը, այն ինչ որ ես կխոսեմ քիչ հետո չի լինի դա։ Որովհետև խաչի վրա դեռ վերջնական ավարտված չէր այն ամենը, ինչ որ Աստված ուներ ծրագիր։ Դա եղավ այն ժամանակ, երբ որ եղավ հարությունը։ Գիտեք, սա շատ կարևոր է, եւ ես ուզում եմ առաջի տեղը, որ կարդամ դա Ղուկասի ավետարան 24-րդ գլուխ առաջի խոսքից է։ Մեկշաբթի օր առավոտ շատ կանուխ կանայք գերեզման գնացին եւ տարին այն խնկերը, որոնք պատրաստել էին եւ ուրիշ կանայք էլ նրանց հետ էին։ Ու քարը գերեզմանից մի կողմ գլորված գտան։ Ներս մտնելով Տեր Հիսուսի մարմինը չգտան։ Երբ դեռ նրանք այս բանի համար տարակուսանքի մեջ էին, ահա երկու մարդիկ լուսապալ հանդերձներով հասան նրանց։ Երբ վախով լցված երեսնին գետինը ծռվեցին, այն մարդիկ ասեցին նրանց. Ինչու համար ողջը մեռելների հետ փնտրում եք։ Այստեղ չի, հարություն առավ։ Մտքերներդ բերեք, թե ինչ ասեց ձեզ, երբ դեռ Գալիլայի մեջ էր, որ որդին մարդոյ պետք է, որ մեղավոր մարդոց ձեռքով մատնվի, խաչը հելնի եւ երրորդ օրը հարություն առնի։ Գիտեք, քանի դեռ Հիսուսը խաչի վրա էր, Աստծո փրկության ծրագիրը դեռ իրականացված չէր։ Աստծո փրկության ծրագիրը իրականացավ այն ժամանակ վերջնական, երբ որ Հիսուսը հարություն առավ։ Որովհետև եթե չկա հարությունը, հավատացեք, մեր հավատալ Աստծուն անիմաստ է։ Որովհետև եթե չկա հարությունը, գիտեք, չկա մեռելների հարություն, չկա հավիտենական կյանք, մենք ինչ ենք հավատում։ Գիտեք, հեթանոսները իրանք ամեն մեկ իր համար կուրք ունի, ուղղակի այսպես է։ Ես անցած կիրակի խոսում եմ, որ ամեն մեկի հոգու ներսում կա զոհասեղան, որտեղ Աստված այդպես է ստեղծել մարդուն, որ ինքը ուզում է ինչ-որ պաշտամունք մատուցի, բայց հիմա գիտեք ամենահետաքրքիրը որն է, եթե չկա մեռելների հարությունը, այդ դեպքում մնացած ամեն ինչը դառնում է դատարկ։ Ոնց են հեթանոսները ուտում են, խմում են, կեֆ են անում, ինչ այլանդակություն ասես անում են, վերջում իրաց մտածելով գնում են մոտ մոմ են վառում, всё, սա ներվավ։ Երեկոյան, չգիտեմ, չեմ հիշում ով էր պատմում, ասում եմ մի տեղ կա, որ չաղ մոմերը շատ մեղքերի համար են, իհար մոմերը քիչ մեղքերի համար է, Չեմ անգամ ասում եմ մի տեղ մի երկրի անուն տվին, ասում $5,000 մոմ կա, իրանք դենց են նկարագրել, որ վառում ես քո բոլոր մեղքերը ներվում են, գիտեք իրական սա խաբկանք է։ Սա խաբկանք է։ Չկա Հիսուսի արյունը, չկա ոչ մի մեղքերի թողություն։ Ուզում ես, չգիտեմ, ամբողջ քո սուր ու գառները մորթի։ Հիսուսի արյունն է, որ քեզ քավություն է բերում, Հիսուսի արյունն է, որ քեզ մեղքերից մաքրում է։ Չկա ուրիշ ոչ մի արյան զորություն, որ կարողանա քո մեղքերը քեզ մաքրել, բացի Հիսուսի արյունից։ Չկա այդպիսի մի արար, չկա այդպիսի մի մոմ, չկա այդպիսի մի, չգիտեմ, մահատոր կամ ինչ-որ մի բան, եթե չկա Հիսուսը, չկա Հիսուսի արյունը, որ կանա քո մեղքերի թողություն տա։ Եվ այսօր մենք հավատում ենք հարություն առած Հիսուսին, եւ այսօր մեր ամբողջ հայացքը տոնում է Քրիստոսի հարության տոնը։ Եվ գիտեք իմ համար ցավալին որն է, որ աշխարհի մարդիկ ինձ զանգում են, ասում են Քրիստոս հայրավ մեռելոց։ Ասում ես գոնե հասկանում ես ինչ ես ասում։ Ուղղակի սովորույթ է դարձել մարդ, լիքը նկարներ են ուղարկում ինձ Քրիստոս հայրավ մեռելոց։ Ասում ես հասկանաս գոնե հասկանում եք ինչ եք ասում։ Եթե Հիսուսը մեռելներից հարություն է առել եւ դուք ինձ ասում եք, որ Քրիստոսը հարել է մեռելներից, նշանակում է Հիսուսը կենդանի Աստված է։ Եթե Հիսուսը կենդանի Աստված է, ուրեմն ինքը շարժվում է, ուրեմն ինքը գործում է։ Եթե ինքը գործում է, ուրեմն դու մի օր կանգնելու ես իր առաջ ու հաշիվ ես տալու քո ամբողջ կյանքի համար։ Դա այդպես չի, որ Հիսուսը հարություն առել մեռելներից, օրհնյալ հարությունը Քրիստոսի վերջ պրծավ։ Սահմանափակվեցինք, ոչ, եթե դու գիտակցում ես, որ Հիսուսը հարություն է առել, ուրեմն դու գործ ունես կենդանի Աստծո հետ։ Կենդանի Աստծո հետ։ Դու գործ ունես մի նկարի կամ սրբապատկերի հետ, որը որ անշունչ է, որ ոչ մի բան չի կարող անել։ Դու գործ ունես կենդանի Աստծո հետ, որ ունի բերան խոսում է, որ ունի աշկեր տեսնում է, որ ունի ակաժներ քո աղոթները լսում է, որ ունի նաև դատաստանի օր, որ դու կանգնելու ես իր առաջ։ Գիտեք, սա ամենակարևոր բանն է, հարությունը, որ մենք հասկանանք, որ այդ ամենը հարության հետևանքով է լինում։ Չկա հարություն նշանակում է մեր հավատքը զուր է։ Մեր հավատքը զուր է։ Մեռանք պրծա վերջ, էլ ինչ ենք մեզ զրկում։
Ինչ են մեզ տանջում, ինչ են քեզ հալածում, ինչ են քեզ երբ որ, չգիտեմ, հետևից այդ ինչ պիտակացած կպցնում են, դու ասում ես մեկ այս գիտեմ որ ես փրկություն ունեմ։ Այդ դեպքում դու քեզ տենց անում։ Եթե չկա հարությունը, մեռար, վերջ։ Բայց գիտեք, մենք հավատում ենք հավիտենական կյանքին, որովհետև Հիսուսը հարություն է առել։ Ամեն։ Եթե Հիսուսը հարություն չառներ, չէր լինի հավիտենական կյանքը։ Այդ դեպքում ո՞նց կարող լինել հավիտենական կյանքը, ամեն մարդը մեռում է վերջ բրծա։ Հիմա նայեք։ Եվ մեր Տերը, երբ որ հարություն է առել, հարության զորությունը կարող է գործել քո կյանքում։ Հարության զորությունը կարող է գործել քո կյանքում, որովհետև երբ որ ես հավատում եմ Հիսուսին, հարություն առած Հիսուսին, ես հավատում եմ այն զորությանը, որը որ գերեզմանը բացել տվեց եւ Հիսուսին հարություն տվեց, եւ այդ զորության, այսպես ասեմ, անունը Սուրբ Հոգին է, որը որ այսօր մեր մեջ է բնակվում, եւ այդ նույն զորությունը քո մեջն է։ Մնում է դու ինչքանով կկարողանաս դա բացահայտել քո մեջ եւ ինչքանով կկարողանաս հնազանդվել Սուրբ Հոգուն, որ այդ զորության դրսևորումը քո կյանքի մեջ սկսի գործել։ Առաջի Կորինթացիս 15-րդ գլխի մեջ նայեք ինչ ասում Պողոս առաքյալը. Մարդ, որին որ ես Աստվածաշնչում մի ուրիշ ձևի sense մոտեցում ունեմ եւ իր նկատմամբ խորը ակնածանք ու հարգանք ունեմ, որտեղ տեսնում եմ ինքը ինչ ճանապարհ է անցել։ Եվ նայեք ինչ ասում 15:32-ում. Եթե Եփեսոսի մեջ գազը մարդկանց նման գազաների հետ մարտնջեցի, ինչ օգուտ ինձ, եթե մեռելները հարություն պիտի չառնեն։ Ուրդենք, խմենք, որովհետև վաղը պիտի մեռնենք։ Ասում ինձ ինչ օգուտ, եւ որ մարդկանց պես կռիվ է տալի գազաների հետ, եթե մեռելները պետք է հարություն չառնեն։ Խոմ ես անխելք չէի։ Գիտեք իրականում երբ որ մենք նայում ենք Պողոսի անցած ճանապարհը, ինքը շատ կրթված, գամաղելի մոտ sense ոտը մեծացած, այն ժամանակվա ոնց ասեմ, օրինակ համար, չգիտեմ, մեկը ասի գիտես ես Արիստոտելի մոտ եմ սովորել, էլի։ Կամ մի հատ այսօրվա հայտնի պրոֆեսոր, չգիտեմ, կենսաբան կամ քիմիկի մոտ եմ սովորել, ու բոլորը գիտեն որ ինքը ինչպիսի մարդ է։ Դրա համար գործ կառաքելոցում միտեղ այդ կուսակալ ասում Պողոս շատ կարդացած այդ քեզ խենթացրել է, այսինքն ինքը կարդացած մարդ էր, ինքը գրագետ մարդ էր, անուս մարդ չէր, բայց գիտեք ի՞նչն է հետաքրքիր, ասում է, եթե պետք է մեռելները հարություն չառնեն, իմաստը ո՞րն է իմ ամեն անցած ճանապարհի։ Եվ հիմա նայեք մյուստեղ ինչ ասում։ 19 խոսքում նույն 15-ը ասում է, եթե միայն այս կյանքի համար Քրիստոսին հուսացած ենք, մենք բոլոր մարդկանցից ավելի խղճալի ենք։ Եթե մենակ այս կյանքի համար ենք հուսացած, գիտեք շատերը ինչ են անում, ասում ես ուզում եմ հավատամ Հիսուսին, որ հաջողակ լինեմ։ Ես ուզում եմ հավատամ Աստծուն, գամ եկեղեցի, որ բժշկվեմ։ Ինքը մենակ այս կյանքի համար է մտածում։ Ես գամ, որ գիտես կա, գործերս լավ լինեն։ Ես նվիրատվություն տամ, որ Աստված ինձ օրհնի մի քիչ ավելի շատ փող աշխատեմ։ Գիտես, ինքը Աստծուն հուսացած է միայն այս կյանքի համար։ Ինքը չի մտածում, որ գիտես, այս գանձերը եմ ուզում դիզեմ երկնքում։ Որ երբ որ գնամ տուն, այնտեղ մի լավ դղյակ ունենամ։ Ամեն։ Գիտեք, որտեղ ավետարանը այսպես ասում, որտեղ ձեր գանձերը, այնտեղ ձեր սրտերը։ Եվ ինչ են մարդիկ զոհեր անում, ինչ են մարդիկ իրենց կյանքը դնում, որտեղ գիտեն, որ կա հավիտենական կյանք։ Եվ գիտեք, քրիստոնյաները, ես երեք մի ֆիլմ էի նայում, մի փոքր հատված, արենայում ոնց էին գլադիատորները կռվում վագրերի ու մեկել, չգիտեմ, հատուկ պարապած մարդկանց հետ։ Եվ հետո այդ նույն ժամանակահատվածում քրիստոնյաներին ոնց էին այդ նույն արենայում բաց թողում առյուծները, բաց թողում վագրերը, ոնց էին գալիս ու իրանց խոշոտում, բայց պայմանը մեկ էր, եթե հրաժարվեք Հիսուսից, դուք այստեղից ողջ կգնաք տուն։ Ուզում եմ հիմա քեզ մի հատ հարց տամ ու մտածի։ Հիմա ուզում եմ քեզ հարց տամ ու մտածի։ Եթե հիմա քեզ նույն բան անեին, ինչ կանեիր։ Կա պետք է, վсё, ես գնում եմ։ Թե կասեիր, գիտես չկա։ Կարակ ինձ սպանեք, բայց ես ինչ կարեի մեջից հանեք։ Ինչ կանեիր դու այսօր, եթե նույն կարգավիճակում հայտնվեիր, որ իմանայի, որ կապված է սյանը, եւ քիչ հետո
Գիտեք ամենասարսափելին որն էր։ Որ ես նայում եմ այդ հաղորդումը, ինչ էին անում մարդկանց։ Ինչ էին անում մարդկանց։ Բաղում էին պատվալում, այդ տարբեր ոնց որ կատեգորիայի մարդիկ կային այդ նույն պատվալում, որտեղ կային հանցագործներ, որտեղ կային օրինակ հիմա չգիտեմ կուսակալի դեմ գործած բունտերի մասնակիցներ եւ կային նաեւ քրիստոնյաներ։ Եվ գիտեք ամենասարսափելին որն է, որ բոլորին այստեղ իր վանդակն է, օրինակ հիմա առյուծի կողքը, այդ կողքի խցում պահում էին օրինակ հիմա, չգիտեմ, այդ քրիստոնյային կամ դատապարտվածին։ Եվ դուք պատկերացնում եք ինքը ամբողջ օրը լսում է այդ սոված կենթանու մռնչյունը։ Եվ այդ հեղինակ ասում էր շատերը խելագարվում էին։ Շատերը փորձում էին ինքնասպան լինեին, որտեղ պատկերացնում են ինչա կատարվելու իրանց հետ վերևում։ Եվ ասում են շատերը գլուխները ոչ քրիստոնյաներ, ասես տալիս էին պատին, որ մեռնեին։ Բայց ասում կուսակալի հրամանով զինվորները հսկում էին, որտեղ դա իրանց խրախճանքն է լինելու վերևում։ Ու դու հիմա պատկերացնում ես, դու որպես քրիստոնյա հայտնվել ես միտեղ, որտեղ կողքդ առյուծ է, ու սաղորը մռնչում ասում է, «Եփ պետել ենք ալենա, որ ես քեզ ուտեմ»։ Ու դու հնարավորություն ես հրաժարվելու Հիսուսից, քեզ բաց են թողում, գնում ես տուն։ Ու դու ինչ կանես։ Ուղղակի մտածի։ Ինչ կանես։ Հետո կասես ես կմնամ այդտեղ, այդ դեպքում մի հատ ուրիշ հաս կտամ քեզ։ Այդ դեպքում ինչ է շատ անգամ թողնում Հիսուսին ու հավեսով մեղ գործում։ Մտածի։ Եթե դու այնտեղ պատրաստ էիր մեռնելու, հա, ես կմնայի առուց թողին զուտայր, բայց ես գնայի երկինք։ Այդ դեպքում ինչ ես ամեն փոքր բանից նեղանում։ Այդ դեպքում ինչ ես ամեն փոքր բանից գիտես չկա, սենց խաչ քաշում բոլորի վրա, ինչ ես ամեն փոքր բանից նախընտրում մեղքի ճանապարհը, այդ դեպքում ինչ ես ամեն փոքր բանի համար ուրանում Հիսուսին։ Կասես, բայց ես չեմ ուրանում Հիսուսին։ Հիմա մի բան ասեմ։ Եվ որ դու մերժում ես քո աղոթքի կյանքը, մերժում ես խոսքը, մերժում ես եկեղեցին, մերժում ես քրիստոնեական շատ արժեքներ, դա հավասար չի դրան։ Հիմա նայեք, ինչ եք մտածում։ Պետրոսը ելավ սուրը վերցեց խփեց Հիսուսին։ Հա? Ընդհանրապես ասեց ես իրեն չեմ ճանաչում։ Ընդհանրապես ասեց չեմ ճանաչում։ Բայց իր սրտի մեջ գիտեր որ Հիսուսը կա։ Բայց իր կաշին բրծացնելով ասեց չեմ ճանաչում։ 3 անգամ տարբեր տեղերում ասեց ես իրեն չգիտեմ։ Հիմա ես քեզ մի հատ ուրիշ բան ասեմ։ Եվ որ դու օրերը անցնում են, շաբաթները անցնում են, չես ուզում բացես Աստվածաշունչը, չես ուզում մտնես աղոթքի մեջ, որովհետև դու գործես ու հոգնած ես։ Դու չես ուզում իր այդ հաղորդակցության մեջ դնես, դու չես ուզում ձեռքերդ բարձրացնես, եթե թեկուզ 30 րոպե իրան երկրպագես, բայց աշխարհի գերաշտությունների տակ տեղից կարաս, չգիտեմ, գյումրեցին ասում են խունջիկ լամի շլնես, ճիշտ եմ ասում։ Հիմա նայեք իշտ է հետաքրքիր։ Ու այդ կարգավիճակում դու պատրաստ ես առյուծի վանդակի կողքին մնալ ու ասել կարաս ինձ արխային ուտես։ Քեզ որ դու գիտես Հիսուսը հարություն առած է ու դու ապրում ես այդ զորությունով։ Քեզ շատ բաներ քո համար փոխվում է։ Շատ բաներ քեզ համար փոխվում է։ Արժեքները փոխվում են։ Նայեք ինչ ասում Տիրոջ խոսքը։ 14 խոսքում ասում է, եթե Քրիստոսը հարություն առած չի, ուրեմն մեր քարոզությունը պարապա, ձեր հավատն էլ պարապա։ Ինչ ենք հավաքվել այստեղ։ Այսօր աշխարհը գիտեք ինչ անում սեղաններ գցում, ես սեղաններին դեմ չեմ, ասեմ, եթե դուք եկեղեցուց գնաք տուն, ուզում եք լավ սեղաններ գցեք, նստեք ձեր ընտանիքով, ընդհանուր հաղորդություն ընդունեք, նշեք այսօրվա օրը, մենք դրան դեմ չենք։ Բայց գիտեք, եթե դու մենակ հարությունը սեղանա ու վերջ, ձուն ներկելն ու վերջ, ձուկն ու փլավն ու վերջ, գիտեք, սա հարություն չի, սա խնջույք է։ Հարությունը նա է, որ դու հավատում ես կենդանի Աստծուն, որ մեռելներից հարություն արել, եւ այդ հարության զորությունը քո ներսում է, եւ դու մեղքի հետ ոչ մի ձևի հաշտ չես։ Եվ հիմա նայեք, ինչ է անում հարության հետևանքը։ Առաջի բանը, որ ուզում եմ կարդալ, դա քո կյանքի մեջ բերում է փրկություն։ Հարության զորությունն է, որ քո կյանքում բերում է փրկություն, որտեղ եթե օրինակի համար հիմա ես ձեզ գամ ասեմ ես սրտի մասնագետ եմ, բժիշկ եմ,
Կարամ ձեր սիրտը վիրատեմ։ Ու մեկը հարցնում է, երբևիցե վիրատություն արած կաք, ասում եմ, գիտեք, քանի հատ մեքենայի շարժիչ եմ նորոգել։ Կասի, բայց դա մարդու սիրտ չի։ Հավատի՞ տարբերությունն է նրա սիրտն է։ Քանիսը ձեր սիրտը ինձ կվստահեք։ Ոչ մեկ։ Հիմա նայեք։ Եթե չկա հարությունը, որտեղ պետք է լինի փրկությունը։ Այդ դեպքում ինչ զորությամբ պիտի ես փրկվեմ, կամ ով պիտի ինձ փրկի։ Հիմա նայեք, Հռոմեացիս 10-րդ գլխի մեջ ինչ հետաքրքիր բան է գրում Աստվածաշունչը։ Որովհետև եթե քո բերանովդ Հիսուսին Տեր խոստովանես ու սրտիդ մեջ հավատաս, թե Աստված նրան մեռելներից հարություն է տվել, փրկվում ես։ Գիտեք, չի գրում ուղղակի եթե հավատաս, որ Աստված Հիսուսին թույլ է տվել խաչի վրա, դու կփրկվես։ Ասում եմ, եթե հավատում ես, որ հարություն է առել, դու փրկվում ես։ Առաջի բանը հարության հետևանքը, որ մեր կյանքերում բերում է փրկություն։ Փրկություն ինչից։ Դժոխքից, փրկություն ինչից, մեղքից, փրկություն ինչից, մահվանից, հավիտենական մահվանից։ Եվ ոչ մի քրիստոնյա չեն ասում մեռավ, ասում են ննջեց։ Որտեղ աչքերը այստեղ փակում է, աչքերը երկնքում բացում է։ Գուցե շատերը մտածում են, սրանք խելառ են, ինչ են խոսում։ Ո՞ս ասում է, թող Տիրոջ համար խենթ լինեմ։ Որտեղ մենք հավատում ենք նրան, ինչ որ իրականություն է։ Աշխարհը սա չի կարա հասկանա։ Որտեղ աշխարհի համար զատիկը ձուն ու ձուկն ու փլավն ու վերջ։ Մեկ էլ խաֆաձևով մի հատ մոմա վարում տանում իր տունը, մտածում ա, հեսա փրկություն եղավ իր տանը։ Բայց առավոտելում է իր ուշքի միտքը, չգիտեմ, մեկին խափելը, մեկին գցելը կամ չգիտես, առավոտելում է կինը ուրիշի տղամարդու մասն է մտածում, տղամարդելում ուրիշի կնգա մասն է մտածում, ու ինքը մտածում է զատիկը տոնեց։ Գիտեք, զատիկը դա չի։ Գիտեք, հարության հետևանքը։ Քո կյանքում առաջինը բերում է փրկություն։ Դու փրկվում ես հավիտենական տանջանքից, դու փրկվում ես հավիտենական դժոխքից, հավիտենական գեհենի կրակից ես փրկվում։ Երկրորդ բանը, հարության հետևանքը քեզ արդարացնում է։ Գիտեք, քանից եք լսել դատավարություն, որ ասում են իրան արդարացրեցին։ Գիտեք, երբ որ քեզ արդարացնում են, դա պատիվ է։ Երբ որ քեզ ամունիստիայով ներում են շնորհում, դա պատիվ չի։ Դա նշանակում է դու հանցագործ ես, ուղղակի պետությունը քեզ ներել է։ Բայց երբ որ քեզ դատավարության ընթացքում արդարացնում են, նշանակում է դու այդ հանցանքը չես գործել։ Հիմա կասես ջան, նշանակում ես մեղք չեմ գործել։ Դու գործել ես այդ մեղքը, բայց գիտեք ինչ ա եղել։ Հիսուսը վերցել է իր վրա ու գամել է խաչին։ Եվ իր խաչով, գիտես ինչ արել, իր թափված արյունով քեզ ներել է եւ իր հարությունով քեզ արդարացրել է։ Քեզ արդարացրել է դատարանում։ Ես իր տեղը գինը վճարել եմ, իրան արդարացրել, թող տուն գնա։ Հռոմեացիս 4:25-ում, նայեք ինչա գրում Տիրոջ խոսքը, որ մեր հանցանքների համար մատնվեց եւ մեզ արդարացնելու համար հարություն առավ։ Նայեք, մեր հանցանքների համար բացացել է խաչին, ներել է մեր մեղքերը, բայց հարության զորությամբ մեզ արդարացրեց։ Գիտեք, սա ամենադատական process-ում ամենակարևոր փաստն է ամբաստանյալի համար, երբ որ իրան դատանի դալիճում արդարացնում են։ Չտա Աստված որևիցե մեկը հայտնվեք այդ ամբաստանյալի աթոռին, բայց սեփական կաշվից վրա զգացել եմ այդ ամենը։ Ինչ է նշանակում քեզ մեղադրել եւ ինչ է նշանակում քեզ արդարացնել։ Գիտես, երբ որ քեզ արդարացնում է, նշանակում է դու այդ հանցանքը չունես։ Ոչ թե ամունիստիայով քեզ ներում են շնորհում 10 տարի օրինակ հիմա դատապարտել են 2 տարի հետո պետությունը ամունիստիա անում ու դու խոսքի օրինակ հիմա այդ ներում ես ստանում ու գնում ես, վերջ, բայց այդ դատապարտությունը քո վրա կա։ Բայց երբ որ քեզ արդարացնում են, քո բոլոր հայերեն չգիտեմ դոսյան ոնց են ասում, պատմությունը այսպես ասեմ, չկա միտեղ որ գրած է դու դատապարտված ես, որտեղ քեզ արդարացրել են։ Գիտեք, Հիսուսը քեզ արդարացրել է հարության շնորհիվ, որպեսզի դու լինես արդար։
Հիմա կասես, այդ դեպքում լավ է։ Երբ ուզեմ կարա մեղ գործեմ, մեկը արդարացրել է։ Չես կարա։ Չես կարող։ Ինչի, որովհետև պայմանը այդպես չի։ Քիչ առաջ ասեցի փրկություն, որտեղ մենք գալիս ենք Հիսուսին, ընդունում ենք Հիսուսին, մենք փրկվում ենք։ Երկրորդ բանը Տերը մեզի արդարացնում է իր հարության զորությամբ։ Եվ դու դառնում ես արդար։ Շատ անգամ գիտեք, դուք գնում եք հայելու մեջ նայում եք, ու միշտ ձեզ մեղավոր եք տեսնում։ Գիտեք ինչի, որտեղ չեք հավատում հարության զորությանը։ Բայց երբ որ սկսեք հավատալ հարության զորությանը, դուք կնայեք հայելու մեջ ու կասեք Տեր, ես շնորհակալ եմ, որովհետև դու հարություն առար, որպեսզի ես արդարանամ։ Ես քո հարության շնորհիվ արդար եմ։ Ու քո աղոթքի մեջ, երբ որ դևը բերում է մտքերը, հիշում ես 5 տարի առաջ ես մեղքն ես գործել, ու դու 5 տարի ապաշխարում ես դրա համար, կարող ես իրանացել, գիտես, հարության զորության շնորհիվ ես արդարացվել եմ, չես կարեն ձել խափես։ Չես կարեն խափես ու դատապարտության ոգի, կապակը գցես վիզս ու ամեն ինչ, ամեն օր են քուտիկի պես հետևիցդ քաշտալով մանգած ու ես էլ ամեն օրից դատապարտված զգամ։ Հիսուսը ինձ արդարացրել է իր հարության շնորհիվ։ Եվ ես հետ չեմ դառնում այդ խոզի կերակուրին, հետ չեմ դառնում իմ հին կյանքին ու մեղքերին։ Ես ապրում եմ Քրիստոսի հետ։ Գիտեք, սա այնքան կարևոր է, որ դու հասկանաս, որ Տերը քեզ արդարացնում է։ Երրորդ բանը հարության հետևանքը։ Գիտես ինչ է անում։ Նորոգվում է քո կյանքը։ Քո կյանքը սկսում է նորոգվել։ Ուզում եմ բացեմ մի տեղ Եփեսացիս 4-րդ գլուխ։ Եփեսացիս 4-րդ գլուխ 22 խոսքը։ Նայեք ինչ ասում։ Որպեսզի ձեր վրայից հանեք այն ձեր առաջվան վարմունք ունեցող հին մարդը, որ խաբեբա ցանկություններով ապականված էր, եւ ձեր մտքով ու հոգով նորոգվեք, եւ նոր մարդը ձեր վրա հագեք, որ Աստծո պատկերի պես արդարությունով ու ճշմարտությունով, սրբությունով ստեղծված է։ Դուք իմ հասկանում եք ինչ է կատարվում։ Երրորդ բանը հարության զորությունը մեր կյանքը սկսում է նորոգել։ Քո միտքը սկսում է նորոգել։ Դու էլ առաջվա պես չես կարող մտածել, որտեղ հարության զորությունը քո ներսում է։ Եթե դու դեռ առաջվա պես ես մտածում, այդ նշանակում է դու դեռ խաբված ես։ Եթե առաջվա պես պիղծ մտքեր ունես, առաջվա պես պիղծ խոսքեր ունես, առաջվա պես ամեն ինչը քո մոտ նույնն է, բան չի փոխվում։ Առաջ նայում ես մեկին ոնց սրանից խափեմ տանեմ, հիմա էլ ես նույն բանը։ Հիմա էլ եկել ես եկեղեցի մտածում ես, ահա, ստեղ սա հավատացյալն ինչ լավ հարիվներ են, կարելի է սաղին խափել։ Երեք երեխաները մուլտիկ էին նայում, անարագորթու վերադարձը։ Եվ այնպիսի մի հետաքրքիր բան իմ մոտ տպավորվեց, մեկը աշկերը կապած էր, իբր կույրը մուրում ամ, հենց ոսկու ձայնը լսեց, աշկես ես բացեց, տեսա ես փաստորեն ոսկու հոտ եմ առնում։ Եվ գնացին, որ այդ տղային սպանեին։ Գիտեք ինչն է հետաքրքիր, որ դու գալիս ես եկեղեցիս, ես բացում ես, տեսա, տենամ ով կա հարիվ, որ կարողանամ այս աշկս փակելու գնալ ասել, գիտես, աշկս ցավում է, մի 20,000 պարտքով փող տուր, գնամ աշկս վիրատեմ։ Այդ մարդը նայում ասում է, գիտես կա դեմ քուրն է կամ աղբերս է հանում տալիս է։ Մեկ էլ մյուս օրը տենում է կապերը քանդած ֆռում է։ Էս հասցրի վիրատեի։ Հա, գնացի սենց արագի մեջ եւ իրիկուն եմ տվել փող առավոտը խոսքի ժամը 10-ին արդեն դու աշկի հետ բաց ման ես գալիս։ Այդ է հասցրի վիրատեի։ Նայեք ինչ ասում, որպեսզի ձեր վրայից հանեք ձեր առաջվա վարմունք ունեցող հին մարդը։ Գիտեք, մի կենդանի կա, որին որ ես ընդհանրապես չեմ սիրում։ Ես չգիտեմ քանիստ եք սիրում այդ կենդանուն։ Բայց ժամանակ առ ժամանակ իր հին մարդը վրայից հանում է, թողում է այդ հին մարդու այդ ոնց ասեմ, շլապկեն, չգիտեմ ինչ ասեմ դրան, կաշին, դե կաշին չի է դի, շապիկը, ու ինքը ծիխարի գնում է, ու դու գալի տեսնում ես,
Մեկ օր իմ լուսահոգի մայրս պատմում էր իմ ավագ եղբայրս փոքր է եղածած լինում, բալուր արած իրանց այդ դաշտ անելուց են լինում ու դեզի վրա է դրածելու մամաս ու ինքը գործ անելուց է լինում եկել մամաս գալի տեսնում է այդ օծի այդ շապիկը ու տենց ես ինչ միջև 91 թիվը ես հիշում եմ դա ասենց փաթաթած էր մեր տունը մի հատ կուժ կար այդ կուժի վրա ու մամաս միշտ ասում էր իմ երեխեն հրաշքով փրկվել է ես չեմ եղել ամենավակ եղբայրներիցս մեկն է եղել օծը անցել էր ու շապիկը թողել էր աղբորս այդ բալուրի վրա եւ մայրս ասենց շոկի մեջ որ ոնց իմ երեխուն չի վնասել օծը էլի հիմա նայ գիտեք ի՞նչն է հետաքրքիր հին մարդը օծը որ օծա ժամանակ առ ժամանակ իր հինը փոխում է բայց գիտեք ցավալին որն է որ դու Աստծո պատկերով ստեղծված մարդ ոնց աշխարհում կաս ուզում ես նույն ձևով եկեղեցում լինես ու բոլորից ուզում ես պահանջես որ գիտես šta բոլորը վատն են գիտեք չի լինում այդպես ժամանակն է դեսեք նորից եմ ուզում կարդալ ձեր ասում նայեք վրայից հանեք ձեր առաջվա վարմունք ունեցող հին մարդը որ խափեպայ է ցանկություններով ապականված էր հիմա նայեք ինչա կատարվում եւ որ ես հավատում եմ հարությանը եւ որ ես հավատում եմ հարության զորությանը իմ հին մարդը իմ վրայից հանում եմ ես եւ նոր մարդ այդ հին մարդի տակ ներսում հա էլ խափեպա չի էլ հին ցանկություններով վարված մարդ չի էլ ստախոս չի էլ անառակ չի էլ գող չի ավազակ չի չգիտեմ չեմ ուզում լիքը բաներ թվարկեմ եւ նայեք այդ դեպքում ձեր շրջապատի մարդիկ երբ որ դուք ձեզ տեսնում են ասում են իրոք Աստված կա ու կենթանի է որովհետեւ X մարդը այսպիսի շապիկ ուներ գնաց Աստծուն հիմա բոլորովին ուրիշ շապիկ ունի երբեք էլ չի խափում այն վաղ ամեն մեկին մոտեկանում էր այս վերջերս ես այցելել էի տղայիս գերեզման եւ գիտեք արդեն մի քանի անգամ տեսնում եմ այդ նույն մարդուն ինքը սպասում է ներքևում հատկապես Պանթեոնում ովքեր որ գալիս են ինքը գալիս է ասում է քո կողքով մի հատ օղորմի ասում գնում է Պանթեոնը ֆռում է մտնում այնտեղ մի հատ մատուրա սարկած չգիտեմ ինչ անում դուրս է գալի ու սպասում է երբ որ դու գերեզմանակարի մոտից հենց շարժում ես գալիս է աղա 500 դրամով օգնել ու գիտեք ինչ անում մարդը նայեք օգտվում է այն իրավիճակից որ մարդը հիմա հոգեբանական խիստ sense ճնշվածության մեջ է ինքը իր աչքին չի երևում ոչ բան հանում տալիս է եւ գիտեք այդ մարդը մոտեցավ մեզ ես եմ կինս էր աղջիկս էր ես մեքենիկան նստա մեքենան մի քիչ շատ հուզված էի եւ մեկ էլ ինձ sense արեց եկավ կանգնավ ապակու կողքը ու սպաս ապակին իջացրեց ասում կարող եմ 500 դրամով օգնես ասես քեզ մի բան ասեմ ոչ ճիշտ տեղում եւ ոչ ճիշտ ժամանակին ես հայտնվել գլուխը կախեց գնաց այս մյուս անգամ որ արդեն էլ ինտեղ էի եկավ տեսավ ես եմ էլ չմոտեցավ ինձ հիմա նայեք գիտեք ինչ այդ մարդիկ նույն մարդիկ են բան չի փոխվում այն մի անգամ էլ եկա մոտեցավ տղաները էի մետ էի 500 դրամ էր մեկը հանեց 1000 դրամ տվեց ասել էի դու գիտես ինչ արեցիր դու իրան այսօր խմելու հնարավորությունը ստեղծեցիր իրան չօգնեցիր որ ինքը հաց ուտի է հիմա նայեք այդ նույն մարդը օրինակ է վառած կերպարանա փոխվել ու գալիս է եկեղեցի այս անգամ էլ եկեղեցում է բան անում sense սկանը միացնում է դերում ով է միամիտ կարամ գցեմ իմ թակարդը տեսել եք սարդերը ոնց են սարդոստան հյուսում սարդոստանի հյուսում են հետո մի հատ իրանք թել ունեն այդ թելով գնում են նստում են իրաց տեղը հենց ճանճը միամիտ ընկնում է սկսում է շարժվել and ոնց որ ընդեր ծնգլ սիգնալ է տալիս ու ինքը գալիս է ունի իրան կնճիտ այդ կնճիտով մի հատ սրսկում է ու գնում է այդ կնճիտի մեջ թույն կա այդ թույնը այդ օրինակ ճանճի ամբողջ ներքի օրգանները սարկում է հեղուկ քայքայում է հետո ինքը տենում է որ ճնգոցը կորավ զանգուլակը չկա մտածում որ պրծավ ճաշից պատրաստ է եկել գալիս է նույն կնճիտը մտցնում է սկսում է քաշել սելի քույրեր փորձեք չտա Աստված որ ձեր տանը տեն շատ սարդոստայիններն ու ճանճերը հայտնվել մեջում բայց եթե հայտնվել են մի հատ փորձեք սեղմեք տեսեք իրանք փշրվում են որտեղ ներսը դատար կա
Ու գիտեք նույն բանը ինչա կատարվում։ Նույն դեպը գալիս է, մի հատ սրսկում է քեզ, հլենայի տես այդ հովվի կնգան, մի հատ սրսկեց, ու ինքը գնաց։ Թույնը սկսում է քո ներսում գործել։ Այդ խեչ հովիկինը նստած իր համար խելոք ոչի բան չի անում, բայց ինքը մտածում է, հələ տես ինչեր անում, հələ տես ոնց է խոսում, հələ տես ոնց է երգում, ու գիտես թույնը սկսում է քո մեջ արտադրել։ Ու մեկ էլ ինքը հետ է գալիս։ Պատրաստա ճաշս է։ Նա ասում է միացնում է ճաշը քաշում է։ Ո՞վ է տեսել ժանդարմ եւ այլ մոլորակայինները։ Հիշում եք այն վերջի հատվածում, որ սա ջրերով հարձակվում են, այդ պարադի ժամանակ մեկ էլ ռոբոտները սկսում են սաղ ճռճռալ։ Մեկ էլ գալիս ես եկեղեցի սաղ նայում են քեզ, բայց ես ոչ մեկը ոչի բան չի արել։ Բայց խաբար չես, որ դու քայլում ես ճռ, արդեն չորացել ես, ինչ ձենացես գալիս է։ Ինչի, որովհետև դու հայտնվեցիր Սարդոստայնի մեջ եւ դևը կարողացավ քեզ սրսկել։ Ու դու թունավորվեցիր։ Նորոգված է քո կյանքը։ Հարության, զորության շնորհիվ քո կյանքը նորոգվում է։ Այդ դեպքում դու գնում ես Հիսուսի մոտ ասում ես Տեր, կլինի հակաթույնը տաս։ Կլինի հակաթույնը սրսկես։ Հոգետես հարության զորությունը, հակաթույնը քո մեջ սրսկում է։ Ու մեկ էլ շարժում ես, զգում ես ճռճռոց չկա։ Մեկ էլ զգում ես սիրտդ սկսես բաբախել։ Առաջ հենց լսում էիր հովի կնգանու սիրտդ կայնում էր։ Հիմա արդեն բաբախեց։ Հիմա նայում ես արդեն վայ, այս նորմալ կնի կա, կարելի է իրան հետ շփվել, կարելի է իրան սիրել, կարելի է իրան հարգել, կարելի է իր հետ ճաշի գնալ, կարելի է թեյ խմել։ Նորմալ մարդ է։ Այս այն բանը ասում ինտերնետը որ կորում ասում վայ տնեցիկ նորմալ մարդիկ են սկսում տանից անդամների հետ շփվել, հա։ Թույնը վերանում է, աշկերտ պարզվում է։ Հիմա նայեք, սա այնքան կարևոր է, որ դու հասկանաս։ Հարության զորությունը քո ներսը նորոգում է։ Կպի կողքինիդ ասա դու կարիք ունես։ Հարության զորությանը։ Որովհետև հարության զորությունը, որ քո ներսը նորոգում է, քո կյանքը նորոգում է, եւ դու նույնը չես դառնում։ Դու դառնում ես բոլորովին ուրիշ մեկը, պարզապես ուրիշ մեկը, ում ներսում կա միշտ հակաթույն։ Գիտեք, ես ժամանակին մեղու եմ պահել։ Գիտեք, գարնան ժամանակ, հենց մեղուն կծում էր, իմ ձեռքը ուռում էր։ Որ գարնան օր բացում էինք, այդ պրոցեսում ուռում էր։ Բայց գիտեք, այնքան են արդեն կծում, հետո համարվա մեջ կամ արդեն աշտան կողմը, որ մեղր էինք անում կամ չգիտեմ ինչ էինք անում, այդ որ կծում էինք, գիտեք, մի փոքր տեղ սենց սպիտակում էր ու վերջ։ Արդեն իմ օրգանիզմը, գիտեք, պայքարել էր կամ այդ թույն ընդունել էր իր մեջ, որ ոչ մի խնդիր չկար։ Էլ իմ ձեռը չէր ուռում, ոչ մի բան չէր լինում։ Հիմա նայեք, հարության զորությունը քո ներսում հակաթույն է բարձրացնում, որ ամեն դևը, որ գալիս է քեզ կծելու, դու չես թունավորվում։ Ամեն։ Ամեն։ Գիտեք, սա այնքան կարևոր է, որ դու հասկանաս։ Եվ դու փափագես հարության զորությունը, որ քո ներսում միշտ լինի, որ դու չթունավորվես։ Որ դու չթունավորվես։ Երբ ես թունավորվում, եւ որ դադարում ես ամեն օր ընդունել այս հաբերը։ Ամեն օր դադարում ես ընդունել այս հաբերը։ Գիտես, այդ դեպքում գնալով քո այս բառը օգտագործեմ, հա, իմունիտետը իշտում է։ Որտեւ այստեղ ամեն օրվա համար դիետա կա գրած։ Այսօր աշկերտ սուրբ պահես, վաղը ոտերդ սուրբ պահես։ Գիտեք, այնքան կարամ սենց թվարկեմ։ Գիտեք, այստեղ ամեն օր գրած է ինչ հապ ընդունես, ու որ դու այդ հապերը ընդունում ես, դերը գալիս է սրսկում է քեզ։ Ասում եմ, վայ չմեռավ։ Որովհետև քո ներսում կա հարության զորությունը, որ հակաթույն է բերում։ Չորրորդ բանը, որ ուզում եմ ասել քեզ, ինչ արեց հարության հետևանքը։ Ուզում եմ կարդալ դա։ Առաջի Կորինթացիս 15-րդ գլուխ։ Եվ կարդում եմ 55 խոսքը։ Ուր է ով մահ քո խայթոցդ, ուր է ով գերեզման քո հաղթությունդ։
Հարության զորությունը, գիտես ինչ անում, հաղթություն է տալիս մահին ու գերեզմանին։ Ինչի առաջի դարի քրիստոնյաները չեն վախենում մահվանից։ Ինչի շատ անգամ հիմա արդեն մի քիչ մարդիկ, ոչ բոլորը, չեն վախենում մահանալուց։ Գիտեք ինչի, որտեղ գիտեմ որ գնալու են տուն։ Գիտեք այն մարդը որ կասկածում է թեկուզ 5%, վայ, այնց է վախենում մեռնելուց։ Ես հիմա չեմ ասում որ գնալ ձեզ սպանի կաբլիցի։ Դու ժողք եք գնալու տենց։ Վախենում է, վայ, հանգար չմեռնեմ, բավոր մեռնեմ։ Այդ բավոր մեռնեմ մի անգամից հարց առաջանում։ Որտեղ ինքը գիտի գնալու է դժոխք, որտեղ եկեք ազնիվ լինենք։ Ամեն մեկս գիտենք մեր սրտի մեջ ինչ կա։ Ամեն մեկը գիտեք ձեր սրտի մեջ ինչ կա։ Ու այնքան արխային եք, որ Տերը ողորմած է, գթած է, ձեզ ոչ մի բան չի լինի։ Բա որ հանկարծ այդ մեղ գործելու պայն լինի, ու չհասցնես էլ ապաշխարել, ինչ ես անելու։ Տերը ողորմած է, Տերը գթած է, այո, Տերը ողորմած ու գթած է։ Բայց այդ պայն արդեն քո համար դառնում են դատավոր։ Հենց մարմնից դուրս եկար հասար երկնքում, ինքը էլ քո փաստաբանը չի, ինքը արդեն քո դատավորն է։ Քո փաստաբանը, քանի դեռ դու այստեղ շնչում ես։ Հիմա նայեք, ինչ անում հաղթություն է տալիս մահին ու գերեզմանին։ Այդ գերեզմանը չի կարա քեզ պահի։ Ոնց որ չկարողացավ Հիսուսի մարմինը պահել, քո ոսկորները, չգիտեմ քո ժամանակը ոնց կլինի, իմ ժամանակը ոնց կլինի, չի կարա պահի, որտեղ ավետարանը այդպես ասում, երբ որ փողերը հնչեն, առաջինը Քրիստոսով ննջածները հարություն պիտի առնեն։ Այդ դեպքում գերեզմանը քեզ չի կարա պահի իր մեջ։ Դու հարություն ես առնելու։ Նոր մարմնով կարդացեք ամբողջ Կորինթացիս 15-րդ գլուխը ցույց է տալիս։ Նոր մարմնով, որը որ չի փտում, չի վառում։ Բայց դժոխքում ո՞նց պետք է մարդիկ դիմանան։ Կամ հավիտենական կրակից ես մարմնով, ինքը վառանում անգամ էս կպրծնեն։ Բայց հագնելու են հրեշտակային մարմին, որը որ վառում է, ոչ փդում է, ոչ մի բան չի լինում։ Եվ այդ մարմնով հավիտյան ոմանք կրակի լճում, ոմանք էլ Աստծո թագավորության մեջ, Քրիստոսի հետ ամեն օր երևի փառք է, վայ Տեր ջան, ինչ լավ էր որ ես դարձա քեզ, ինչ լավ էր որ մեղքերից մաքրվեցի, ինչ լավ էր ու այնքան բաներ կարաս ես թվարկես, որ հիմա ես քո հետ հավիտենական կյանքի մեջ եմ։ Հիմա նայեք, մենք տոնում ենք այսօր հարության տոնը։ Եթե Աստված Հիսուսին մեռելներից հարություն ա տվել, ուրեմն մենք հավատում ենք հարության զորությանը։ Եթե մենք հավատում ենք հարության զորությանը, ուրեմն դու էլ ես հարություն առնելու, եթե միջև Քրիստոսի գալը ննջես։ Իսկ եթե չննջես, ավետարանը ասում է, կարես մի հատ աշկը, ասես մի արագ փակես ու բացես։ Պատկերացրու մի հատ հիմա աշկը փակում ես, հենց այդ մի վայրկյան ինչքան է դնում, այստեղ փակում ես, մեկ էլ բացում ես ձեր տանը։ Այդքան sense արագի մեջ քո մարմինը փոխվելու է։ Որտեվ տենց ասում, մի ակնթարթ փոխվելու ես, դառնալու ես երկնային մարդ։ Դուք պատկերացնում եք, ես շատ ինչ-որ ժամանակ առաջ, ինչ-որ ժամանակ չէ, մի 4 տարի առաջ էր, մեկ օր ես աղոթում եմ, հանկարծ իմ սրտում մի ձայն լսեցի, նայ ավատարը, ջան, լավ, գիտես, ստեղ է ես, են մի դալիճում էի, երեխեք գնացին քնում, երկար կինո, առաջին արդեն ինտերնետում կար, միացրեցի ավատար ու նայում եմ, ուզում հասկանամ, ինչի պիտի նայեմ ես ավատարը, ու գիտեք նայեցի, եք հասա մի տեղ, գիտեք ինչ տեսա, մի աղջիկ կար այդ կինոյի մեջ, այդ կենթանակերպ աղջիկը, այս վերափոխված տղային ասեց, եթե դու չդառնաս մեզանից մեկը, դու չես կարա մեզ փրկես։ Այդ ամբողջ կինոն այդքանի համար էր։ Ու ես հասկացա, թե ես չդառնամ, ձեզանից մեկը, ոչ մեկի չեմ կարա փրկեմ։ Ու դե սկսեց ուրիշ ընթացք։ Ու դες այդ ֆիլմի հետաքրքիր բաներ կար, որ այդ տղան իր այն մի կյանքում հաշմանդամ էր, բայց ավատարի այդ թագավորության մեջ այդպես ասեմ, ինքը ռազմիկ էր։ Եվ ինքը ամեն ինչ արեց այդ իր, չգիտեմ, կաբինան վերցրեց, տարավ ուղղաթիռներով դրեց այդ երկրի մեջ, որ ինքը միշտ քայլող լինի։ Հիմա նայ, գիտես ինչ, գուցե դու հաշմանդամ էիր, գուցե դու ինչ-որ տկարություն ունեիր։ Այդ աչք բացել փակելուց հետո էլ ոչ մի խնդիր չես ունենա։ Ամեն։
Գիտեք, սա է հարության զորությունը, որ կարա քո կյանքը փոխի։ Գիտեք, դու գերեզմանում չես մնա։ Գիտես, նորից եմ ուզում կարդալ։ Ուր է ով մայ քո խայթոցը։ Ուր է ով գերեզման քո հաղթությունը։ Մեկ անգամ մի քրիստոնեի Պանեխիդային էի։ Okay, Պանեխիդան հայերը ոնց է։ Okay, հանգիստ։ Հա որ։ Լավ։ Եվ գիտեք, իր աղջիկը պատմում է։ Ես մարդուն ճանաչում եմ, երկար տարիներ սենց նվիրված քրիստոնյա էր։ Ու ինքը մի քիչ 50-ական, մի քիչ լավ 50-ական էր։ Քենուս հարսանիքին մենք գնացել էինք Եղբայրդ արդեն մենք վերջը սենց լավ քեֆ էինք անում, մեկ էլ հետ ենք եկել, Անդրեոջս ասում է Գրիգոր եղբայր։ Դու տեսնեիր ինչ կարող էին իրանք հրավիրել։ Ասում է Գանջումյաններ եկի, ասում է չէ, եղբայրը իր տարիքով մարդ է։ Ես գսի խնդալ, Անդրեասը քեզ խնդում, ասա վերջում ասել է ի մասին էր խոսքը գնում, որտեղ մենք քերուս հարսանիքին քեֆ էինք անում, այդ իրանց համար մի քիչ անընդունելի էր։ Ու գիտեք, իր աղջիկը պատմում է, որ ինքը կնոջը բանսախին սենակից դուրս է անում, ծնկի է գալիս աղոթել ու ծնկների վրա մահանում է։ Հա, գնում է տուն, որտեղ գիտեր, որ ինքը պետք է մահանա։ Գիտեք, այնքան գեներալների գիտեմ, որոնք որ կոնկրետ տերը օրով ժամով ասել ես օրե ժամը դու գալու ես իմ մոտ։ Ես հեքիաթ չեմ պատմում ձեզ, էլի եկեղեցի։ Ես ասում եմ, ինչ որ իրականում եղել են։ Ու դու մտածում ես, շոտը մի բան ինչի։ Բայց խի եմ սենց ապրում։ Բայց հավատացեք, իրականում այդպես է։ Դեր էլ շատ գեներալներ ասել դες ես օրը ժամին գալու ես իմ մոտ։ Ու դաժե ժամով օրինակ ասելա 2:15 րոպե գալու ես, օրինակն եմ ասում։ Ու ինքը բոլորին դուրս անա 2:15-16 րոպե մտնես ենեք ինքը չկա։ Գնացել է տուն։ Երեք մենք ծառայողները հետ քննարկում ասում են խոսում էինք որ ասում են Ենովքը Աստծո հետ վարվեց ու մանեկան չգտան։ Ու մենք ուզում ենք հասկանանք վարվել է ոնց էր։ Իհարկե սա թեմայից դուրս է, չեմ ուզում հիմա խոսել։ Հիմա հասկանում եք ինչա կատարվում։ Եվ որ դու ունես հարության զորությունը քո մեջ, դու ճանաչում ես հարության Քրիստոսին։ Եվ ոչ մա իր խայթոցով, ոչ գերեզմանը չի կարա քեզ ոչինչ անի։ Կխնդրեմ գաք նվագեք։ Եվ գիտեք մի բանի մասին եմ ուզում խոսել, որ հարության զորությունը, գիտես, հարության հետևանքը բերեց ինձ ու քեզ հավիտենական կյանք։ Ամեն։ Հավիտենական կյանք։ Ամեն։ Գիտեք շատ մարդիկ մեկ անգամ էր հով ասում էր, մարդիկ ասում են դու կյանքը չեք սիրում։ Կյանքը գիտեք շատերը ոնց են պատկերացնում սիրելը, որ պիսաղորը հարբես, պլան քաշես, նարկոտիկներ օգտագործես, կնոջը դավաճանես, չգիտեմ, սաղորը հարբած տուն գաս, մարդիկ պատկերացնում են կյանքը վայելելը դա է։ Բայց գիտեք ես մեկ մարդկանց երբ որ խոսում են ասում եմ, գետ մեկ վայրկյան, եթե վերապրեք Աստծո Սուրբ Հոգու իրական ներկայությունը, թքած կունենաք ամենամեծ նարկոտիկի վրա, թքած կունենաք ամենամեծ սիգարետի, ամենամեծ օղու, մնացած բոլոր բաների վրա, որտեղ չեք կարա դրանից հետո փոխել դա նրա հետ։ Մի վայրկյան Աստծո Հոգու իրական ներկայությունը այնպիսի բերկրանք է բերելու քո կյանքի մեջ, որ ոչ մի բանը չզուն հետը փոխես։ Գիտեք, սա այնքան կարևոր է, որ Տերը բերել է մեզ հավիտենական կյանք, եւ մեր ով ասել էր, գիտես, մենք այնքան ենք սիրում կյանքը, որ ուզում ենք մենք հավերժ ապրենք։ Հավերժ ենք ուզում ապրենք։ Սիրելի եկեղեցի, ամեն մարդիկ ովքեր որ մեզ կլսեք, հավատացեք, հարության զորությունը ձեզ տվել է հավիտենական կյանք։ Հավիտենական կյանք։ Եթե չլիներ հարությունը, մենք չենք կարող հավատայինք հավիտենական կյանքին։ Մեռանք, վերջ։ Այսօր շատ աղանդավորական ընկերություններ կան, որոնք որ չեն հավատում դժոխքին, չեն հավատում դրախտին, չեն հավատում Սուրբ Երրորդությանը, չեն հավատում Սուրբ Հոգուն, չեն հավատում խաչին, իրանց համար ցից է։ Եվ գիտեք, սա այնքան ցավալի է։ Եթե Հիսուսը հարություն առել, հավատացեք, դու ես հարություն առնելու։ Կապ չունի դու կհավատաս թե չէ։ Վաղը մի հատ փորձ արեք։ Երեկոյան քննելուց առաջ սկսեք այսպես ասել. ես չեմ հավատում, որ առավոտ արևը հելնելու է։ 2 ժամ։
2 ժամ անընդհատ ասա, ես չեմ հավատում, որ արևը հելնելու է։ Ես չեմ քարոզում Կրիշնայի դուսմունքը։ Որտեղ իրանք մեծ երկար թզբե ունեն ու քաշում են Հարե Հարե Կրիշնա ու ասած, չգիտեմ, ամբողջ օրը։ Ինչ ես մտածում, առավոտ արևը չի հելնելու։ Հա? Քանից եք հավատում, որ առավոտ արևը չի հելնի։ Ոչ մեկ չի հավատում։ Ինչքան ուզում ես ասա, ես չեմ հավատում, որ առավոտ արևը կհելնի, մեկ առավոտ արևը հելնելու է։ Հիմա ինչքան ուզում ես ասա, ես չեմ հավատում հարությանը, մեկը Հիսուսը հարություն առը։ Մեկը Հիսուսը հարություն առը։ Այո, Փառք Հիսուսի։ Մեկը մի օր դու հարություն ես անելու, եթե միջև Տիրոջ գալը ննձես։ Եվ կանգնելու ես իր առաջ, ուզես թե չհավատաս թե չհավատաս։ Եվ որ ես փոքր եմ մեր դասագրքերում մի հատ Պարծենկոտ աղբորի մասին պատմություն կար։ Ասում էր այսօր ծուղրուղու չեմ կանչելու, տենամ թողի արևը չհելնի, այսօր ծուղրուղու չեմ կանչելու, տես բանը չլինի։ Վերջը աղվեսի բաժին դարձավ։ Գիտեք, ես չգիտեմ հիմա դասագրքերում այդ պատմությունները կան, թե չէ, բայց մեր ժամանակ կար։ Հավիտենական կյանք։ Գիտեք, սա այնքան կարևոր է, որ դու սկսես հավատալ։ Հովհաննեսի 11-րդ գլուխ 25 խոսքից եմ կարդում։ Հիսուս ասեց. Ես եմ հարությունն ու կյանքը։ Նա որ ինձ հավատա, թեև մեռնի պիտի ապրի։ Եվ նա որ կենդանի ու ինձի հավատումը, հավիտյան պիտի չմեռնի։ Դու հավատում ես սրան։ Ամեն։ Հասկանում ես, Հիսուս ասում է, դու հավատում ես սրան։ Հովհաննես 3:16-ում ասում Աստված այնպես սիրեց, որ իր որդուն տվեց, որպեսզի ամեն նրան հավատացողը չկորել հավիտենական կյանք ունենա։ Հավիտենական կյանք։ Գիտեք, եթե չլինի հավիտենական կյանքի հույսը, եթե չլինի հարության զորությունը, հավատացեք առաջինը ես ես Բարսախոսը կդնեմ, ստո կգնամ իմ գործերին։ Բայց երբ որ կա հավիտենական կյանքը, երբ որ կա հարության զորությունը, ես իմ գործերն եմ թողել այստեղ կանգնած եմ։ Սա այնքան կարևոր է, որ դու հասկանաս։ Առանց հարության զորության մենք չենք կարող փոխվել։ Ես քիչ առաջ կարդացի, նորից եմ ուզում անցնեմ։ Հարության հետևանքը բերես քո կյանքում փրկություն, բերես քո կյանքում արդարացում, նորոգվում է քո կյանքը, հաղթություն է գալիս մահին ու գերեզմանին, եւ 5-րդը դու ունես հավիտենական կյանք։ Հավիտենական կյանք։ Գիտեք, եթե հիմա ձեզ մի բան առաջարկեն, դուք այստեղից դուրս եք գալու, այն դարպասի մոտ 2 մեքենա է կանգնած լինելու։ Մեկը 60 թվի Զապարոժեց, եւ մեկը 26 թվի օրինակ հիմար Մերսեդեսի Մայբախը ու կառավարականը։ Ու քեզ առաջարկեն, ընտրի, որն ես ուզում։ Կամ դուրս ես գալիս, քեզ 2 բալանի են առաջարկում։ Մեկը, այստեղ մի սերունդ կա, որ գիտի հոլը կը ինչ բանա։ Եվ մեկն էլ դղյակի։ Մեկն էլ դղյակը։ Ասում են 2 բալանին, դուր են դրևրեն։ Ինձ ուշում են հոլը կև դուր չունի, ասում դուր են դրևրեն։ Ընտրի որը։ Դղյակում ջակուզիով, սպասավորներով, գեղեցիկ այգիով, ննջարան ունես, որ ես դալիճից 5 անգամ մեծ է, ասում ես վարագույր բացվում, ասում ես փակվում է, առավոտենում ես արդեն նախաճաշը սեղանին դրած է, և հոլոքում, որ պիտի սենց պպզած նստես, չես էլ կարող կանգնել, որը կընտրես։ Այդ դեպքում ինչ են մարդիկ ընտրում այս մեղավոր ժամանակավոր կյանքը և մերժում են հավիտենական կյանքը։ Գիտեք, հարությունը մեզ տվեց հավիտենական կյանք։ Եվ գիտեք, շատ անգամ հավատքի մարդկանց ասում են դուք խենթ եք։ Գիտեք ինչի, որտեղ իրանք հավատում են հավիտենական կյանքին։ Իրանք հավատում են մի բանի, որ մարդիկ չեն կարող հասկանալ։ Ես մի քանի օր առաջ հիմա այնպիսին է ժամանակահատված է, որ շատ անգամ չես հասկանում,
Դա մարդիկ են նկարում, թե արհեստական բանականություն։ Այնքան տիպիկ է, չնայած մեկ-մեկ այդ կադրերից կամ մարդկանց դեմքից հասկանում են, որ սա իրական չի։ Գիտեք, Նոյի պատմությունն էր։ Եվ որ Նոյը նավը պատրաստում է, բոլոր մարդկանց ասում են, որ ժողովուրդ ջրհեղեղ է։ Տեսնում ես բարերում նստած, ասենց են մեծ բակալերով, ասենց տալիս են իրար, խմում են, աղջիկները մերկ պարում են, ուրախանում են, զվարճանում են, չգիտեմ ինչեր են անում, բայց Նոյը տապան է սարքում։ Ու մեկ էլ հանկարծ տապանի դուռը փակվում է։ Բոլորը ծաղրում են։ Ինչ անձրև, ինչ բան, նայ գիդրոմետրերը սենց կանխագուշակել են։ Ոնց որ անցած տարի 21-ին բոլորը կանխագուշակում են անձրև չկա ու Պետրով լցվա վրեկս։ Ու գիտեք, հանկարծ այդ բանում այդ ռոլիկում նայում եմ, սկսեց անձրևը գալը, գետնի տակից սկսեց ջրերը գալը ու մարդիկ սկսեցին հասկանալ, որ Նոյը ճիշտ էր։ Ու երբ որ վազեցին Նոյ, բաց արա Նոյ։ Հիշում ես ես քո պապուկ, հերու, հորոխբոր, տղու, հարսի երեխու բարեկամն եմ։ Այն մեկը Նոյ, բա հիշում ես որ մենք իրար հետ էս ինչ օրը գնացել ենք խմելու։ Նոյ, հիշում ես, ես ոչ մի բան չեմ կարող անեմ։ Դուրը ես չեմ փակել։ Դուրը Հիսուսն է, Տերն է փակել։ Գիտեք, հիմա դուրը բաց ասել է եկեղեցի։ Բայց մեկ օր դուրը փակվելու է։ Եվ այդ ժամանակ ավաղուշա լինելու։ Եվ ոչ մեկը չի կարողանալու մտնի կյանքը։ Դու ունես այսօր հնարավորություն քո կյանքը փոխելու։ Դու ունես այսօր հնարավորություն հարության զորությունը քո մեջ արթնացնելու։ Դու ունես այսօր հնարավորություն ամեն օր ընդունելու հարության զորության դեղահաբերը։ Ու երբ որ մեկ օր էլ այդ կրետը գալու է քեզ խայթի, դեպի տեսքով ինքնասատկելու, որտեվ քո մեջ հարության զորության հաբերը կա ու քեզ գիտես ինչ անում, զորություն է տալիս չթունավորվելու, զորություն է տալիս չթունավորվելու։ Եվ գիտեք, այսօր շատերը զատիկ են տոնում, հարության տոն էլ չեն տոնում, ձու են իրար կրվածնում, չգիտես որտեղից հայտնվեց նապաստակը Հայաստանում, ինչ կապ ունի ընդհանրապես հարության տոնի հետ, ոմանք գուցե ամբողջ տարին ձուկ չեն վերցնում, բայց այսօրին պարտադիր պետք է իշխան ձուկ լինի, գինին պետք է առատ լինի սեղանին, խմելուց հետո սկսում են կայմի պես ճոճվել, ոնց որ առակած գիրքն ասում, աշկերը տնկում են ուրիշներին, ոնց որ առակած գիրքն ասում, հետո ասում ինձ հարվածեցին, ես չիմացա, եբ պիտի արտանա, որ իմ դատը տենամ, ու հետո ընդունում են, որ ինք զատիկ արեցին։ Սել եկեղեցի, երբ որ կգնաք տուն, ձեր ընտանիքի հետ կարող եք ձեր տոնական սեղան ունենալ, ձեր տոնական ճաշը ունենալ, բայց գիտեք, միշտ հիշեք, որ զատիկը կենդանին չի կամ նապաստակն ու ձուն չի, դա Քրիստոսի հարության հետևանքն է։ Քրիստոսի հարության զորությունը այսօր քո մեջ դու կարող ես կամ արթնացնել, կամ կարող ես գիտես ինչ անել։ Ոնց ես իմ տետերը փակեցի, այդպես փակել ու ասել մեկ այս հավատում եմ, որ կա այդ հարության զորությունը վերջ, բայց ես ապրում եմ իմ մեղավոր կյանքով։ Շաբաթը մեկ էլ եկեղեցի կգամ, գուցե մեկն էլ մի օր գասի, կլինի ստեղ էլ միտեղ սենց անկյուն սարքենք մոնվարենք։ Գիտեք, սա ցավալի է, որ մենք իրական հարություն առած փրկչին փոխարինում ենք սին բաների հետ։ Բայց Տիրոջ զորությունը քո ներսում կարող ամեն բան փոխի։ Ամեն բան կարող է քո ներսում փոխել։